Շատերը ինձ հարցնում են, Գայանե, իսկ ի՞նչն ա եղել այն մի բանը, որ եթե նորից սկսեիր այս ամենը զրոյից, կարիերան էլի, ուրիշ ձև կանեիր, իհարկե ոչ մեկ ինձ տենց բան չի հարցնում, բայց կասեմ ամեն դեպքում կարող է օգտակար լինի։ Ուրեմն, եթե ես ամեն ինչ նորից սկսեի ու 7 տարի առաջ գնեի ու ունենայի այն խելքը, ինչ որ հիմա ունեմ, կսկսեի հաճախորդների, լավ հաճախորդների ինֆորմացիան պահել իմ մոտ իրենց մեյլերը։ Կմտնեի կուսումնասիրեի, տեսնեի իրենք ինչ գործով են զբաղվում, որտեղ կարամ էլ ես իրենց օգուտ տամ ու կպահեի իրենց հետ կապ։ Ինչի ես այդ չեմ արել, որովհետև ժամանակին շատ գործ ունեի ու ամեն օր նոր նամակներ էի ստանում, անդադ նոր հաճախորդներ էի ունենում ու մի քիչ մեծամտածել էի, ինձ թվում էր, որ տենց է պիտի լինի ու այդ հաճախորդները անընդհատ գալու են ու տեղ չեն գնալու, բայց դու մի ասա, որ լինում են շրջաններ ցանկացած ֆրիլանսերի կյանքում, որ այդ հաճախորդ չի գալիս, կամ գալիս են քիչ են գալիս, կամ մի քիչ պրոֆիլիդ ռեյտինգը ընկնում է ու նոր մարդիկ չեն գալիս, ինչ անես այդ ժամանակ։ Որպես իրական բիզնեսով զբաղվող մարդ, մենք պետք է հասկանանք, որ հաճախորդը, երբ որ գալիս է ու քեզնից գոհ ամենում, դա մի գանձ է, որը չի կարելի ուղղակի ձեռքից բաց թողել ու իրենց հետ պետք է անընդհատ կոմունիկացիան պահել, պետք է համոզվել, որ իրանք գիտեն, թե մենք էլ ինչով կարանք իրենց օգնենք, որ եթե հանկարծ նորից ինչ-որ պրոյեկտի կարիք լինի, իրանք վազելով գան մեր մոտ։ Մեզ միշտ թվում է, որ եթե ինչ-որ մեկը մեր հետ աշխատեց ու գոհ մնաց, ու եթե էլի կարիք ունենա, բնականաբար մեր մոտ կգա, նույնիսկ եթե չգիտի, որ օրինակ եթե մենք իրենց համար արել ենք անիմացիա, բայց մենք նաև իլյուստրացիաներ ենք անում, մենք ենթադրում ենք, որ ինքը մտել հաստատ մեր էջակայքը բանսող նայել է, ուսումնասիրել է ու հենց իլյուստրացիայի կարիք ունենա, կենթադրի, որ դե երևի մենք էտել ենք էլի անում ու կգա մեր մոտ։ Բայց դու մի ասա, որ բոլոր մարդիկ ունեն, մանավանդ բիզնեսները, ովքեր ֆրիլանսերների հետ են աշխատում, ունեն ֆրիլանսերների բազա, և իրանք օր ու գիշեր չեն նստում մտածում ու հիշում մեր մասին։ Ու երբ որ ինչ-որ նոր գործ է իրենց պետք լինում, այդ պահին ով իրենց մտքում կա, իրենց էլ տալիս են։ Իսկ ով կա իրենց մտքում, այն մարդը, ով իրենց տեսադաշտի մեջ է, այն մարդը, ով իրենց մեյլեր է ուղարկում, ում հետ իրենք խոսել են դեմ առ դեմ, ով իրենց LinkedIn-ում օրինակ կա ու հաճախակի պոստեր է անում, ով հետաքրքրվում է իրենց գործով, օրինակ ասում է հեն այս վիդեոն, որ սարքեցինք, օգտագործեցիք, լավ էր, ինչ-որ բան կա, որ էլի կարանք անենք։ Այն մարդը, որ գրում է, մեյլ է ուղարկում, ասում է հլը նայեք, ինչ թույն իլյուստրացիաներ ենք արել մեր այս մյուս կլիենտի համար, եթե ձեզ պետք լինի, ձեն հանեք։ Ու երբ որ դու սարքում ես բիզնես, դու կարաս ունենաս ամիսը մի հատ լավ հաճախորդ, ով որ պարբերաբար քո մոտ հետ է գալու, ու եթե ամեն ինչ անես, որ այդ հաճախորդը քեզ սիրի ու հիշի քո մասին, ինքը անընդհատ հետ է գալու։ Ու նույնիսկ եթե ամիսը մի հատ ընդամենը տենց հաճախորդ լինի, պատկերացրեք 7 տարի հետո ինչքան մեծ բիզնես կունենաք։ Պատկերացրեցիք, եթե ես հաշվեմ, սկզբի ամիսներին իմ կարիերայում անընդհատ ինչ-որ աճ էր լինում, ոնց որ առաջի ամիսը այսքանն է եկամուտը, այսքան, ու ինձ թվում էր տենց գնալու է, էլի, բայց հասավ մի հատ ինչ-որ կետի, որտեղից ցենց ուղիղ գնում է, տենց կարող է մեկ-մեկ տենց մի քիչ վերելք լինի, մեկ-մեկ մի քիչ վայրեջք լինի, մեկ-մեկ մի քիչ շատ վայրեջք լինի, սենց գնում է, բայց հիմնականում սենց ուղիղ գծով է գնում, which is very bad, շատ վատ է, պետք է աճի միշտ, ամեն տարի պետք է բիզնեսը մի 20% գոնե աճ ունենա մինիմում,
Իսկ բարձվում է դրա համար ընդհանրապես պետք էր կապ պահել հաճախորդների հետ։ Վերջ։ Հիմա եթե ես իմ բոլոր հաճախորդների հետ կապ պահած լինեի, իրանց ինչ-որ, չգիտեմ, ծնունդները շնորհավորեի, իրանց իմ LinkedIn-ում ունենայի, իրանց մեյլերը ունենայի, մեկ-մեկ ինչ-որ նորություններ ուղարկեի բոլորին միասին, իմ բիզնեսը կարծում եմ հիմա մի 5 անգամ ավելի մեծ կլիներ, մեծ ասելով շատ գործեր կունենայի, էլի։ Այնպես որ, եթե դուք հիմա ունեք հաճախորդներ, նախ եւ առաջ աշխատեք նրանց մաքսիմալ գոհացնել, եթե պետքա մի բան անվճար անել, անվճար արեք, մի բան ավել արեք, եթե ինչ-որ մի բան չի ուզե, ոչինչ դուք արեք, ուղարկեք, ֆանտաստիկ կոմունիկացիա պահեք, խոսալու ընթացքում խոսալու չէ։ Աշխատանքի ընթացքում անընդհատ իրանց update-ներ ուղարկեք, իրանց կարծիքը հարցրեք, եթե պետքա քոլեր արեք, քննարկումներ արեք եւ այլն, ու մտեք իրանց բիզնեսը ուսումնասիրեք, մտեք տեսեք քանի հոգի կա իրանց ընկերությունում, իրանց պաշտոնը ինչ պաշտոն է, կարող է շատ մեծ ընկերության, շատ կարևոր պաշտոնի որոշում կայացնող մարդ է ու դա հետագայում ձեզ լիքը հնարավորությունները դռները բացելու ու ամեն պրոյեկտից հետո պարտադիր մի որոշ ժամանակ հետո մի հատ իրանց գրեք, ասեք ինչ եղավ էս որ արեցինք, օգտագործել եք, չեմ տեսնում ձեր կայքում։ Մեկ-մեկ ուղղակի հարցրեք, ասեք բարև ձեզ ոնց եք։ Լավ է գործերը։ Թույն։ Հələ նայեք, էս էլ մեր նոր շոու ռիլն է։ Չգիտեմ պատմել եմ ըստ թե չէ, ինչ որ ուրիշ վիդեոներից մեկում, բայց եթե չեմ պատմել, եթե պատմել եմ, ոչինչ նորից կպատմեմ։ Ուրեմն մի հատ դեպք ա եղել վերջերս, որը իմ մտահորիզոնը բիզնեսի հետ կապված լրիվ փոխել է։ Մի օր պետք էր մեր օֆիսի համար մաքրուհի կանչեի ու այդ օրը ինչ-որ տենց լիքը խառը գործեր ունեի ու հաջորդ օրը թռնում էի, հենց այդ օրը պետք է կանչեի ու սենց ինչ-որ չէր ստացվում։ Ու ես 2 մաքրուհի ունեի ու չէի կողմնորոշվում իրանցից որ մեկին զանգեմ ու հենց այդ պահին այդ մաքրուհիներից մեկը զանգեց, ասեց Գայանե ջան, ես ձեր օֆիսի շենքում գործ եմ գիտեք, չէ, հիմա այդտեղ եմ, կարող է հարմար լինի գամ, ասեցի խնդրում եմ էլի, եկեք, կակրաս մարդ էր պետք հենց այսօր, ու այդ կինը եկավ, ու այդ կինը, չէ, արդեն շաբաթը մեկ կանչում եմ օֆիս մաքրություն անելու, իսկ ինքը հենց գործ էր ման գալիս, ու իրան նաև քանի որ արդեն գնում գալիս է, ինչ որ եթե էլի տեղերա պետք գալիս, ինչ որ տուն եւ այլն կանչում եմ, եթե ինչ-որ մեկը ինձ հարցնում է, հենց այդ կնոջ կոնտակտն եմ տալիս ու այն մյուս մաքրուհուն մոռացել եմ գումար ուղարկեմ այն ժամանակվանից։ Իսկ այդ մյուս մաքրուհին ընդհանրապես մի հատ ծպտուն չի հանում, մի հատ չի զանգում, ասում Գայանե ջան, ոնց եք, բայց ես էլ պետք չի մարդ, չեք ուզում նորից գամ։ Տենց, փաստորեն ուղղակի պետքա մեկ-մեկ չամաչել, չենթադրել, որ մարդիկ օրը գիշեր նստած մեր մասին են մտածում եւ անընդհատ այդ կապը պահել, որ մեզ շատ գործ կա։ Բնականաբար շատ քիչ է էլի լինում, որ հենց այդ պահին մեկին գրես կամ զանգես, ասի, «Օ, ես էլ քո համար գործ ունեի», չէ։ Բայց շատ հավանական է, որ մոտակա մի ամսվա մեջ եթե ինչ-որ գործ ունենա, հենց ձեզ կտա ու չի նստի նորից ուրիշ մարդ ման գա։ Այդպես շնորհակալություն ուշադրության համար։ Ճիշտն ասած այսօր սենց սիրուն եկել էի տուն եւ մի քիչ տես լուսավորությունները դրեցի, որ տեսնեմ ոնց է աշխատում, մի քիչ վիդեոներից որը կբարձրացնեմ, ասեցի մի բան խոսամ էլի։ Կստատի մի հատ էլ բան ասեմ, այս վերջերս կարդում էի մի հատ ֆանտաստիկ գիրք ատոմային սովորություններ ու այդ գրքի մեջ պատմում է, որ մի ուսումնասիրություն են դե լավ էլի մի արա
Այս գրքի մեջ պատմում է, որ հետազոտություն են անցկացրել եւ 2 խումբ նկարիչների, ուսանողների, ֆոտոնկարիչ ուսանողների տվել են առաջադրանք։ Առաջի խմբի առաջադրանքը այն էր, որ իրենք պետքա մաքսիմալ շատ լուսանկարներ անեն ու որակը կարևոր չի։ Ու իրանք բարձր գնահատական ստանալու են, ինչքան շատ նկար անեն, այդքան բարձր գնահատական կստանան։ Իսկ երկրորդ խմբի առաջադրանքը հետևյալն էր։ Իրանք կապ չունի քանի նկար էին անելու, ամեն մեկը ցույց էր տալու մի հատ նկար, բայց այդ մի նկարը պետքա լիներ ամենաբոմբ, ամենաթույն, ամենավորակով նկարը։ Եվ վերջում, երբ ուսումնասիրեցին բոլոր խմբերի արած նկարները, պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր կենտրոնացել էին քանակի վրա, իրանց մոտ շատ ավելի որակով կրեատիվ նկարներ են ստացվել, քան այն մարդկանց մոտ, ովքեր կենտրոնացել էին մեկ իդեալական լուսանկարի վրա։ Ինչ է ցուցանում այս հետազոտությունը, որ քանակը տալիս է որակ, ու եթե մենք նստենք ու տարիներով ուսումնասիրենք ինչ-որ բան, ու որոշենք, որ ինչ-որ մի բան մի օր իդեալական ենք անելու, այդքան լավ չի ստացվի, քան որ մենք ուղղակի սկսենք ինչ-որ բան անել։ Օրինակ, այս իմ YouTube-ի վիդեոները, ես մի քանի ամիս նստում անընդհատ ինչ-որ վիդեոներ էի նայում, ուսումնասիրում, թե ոնց պետքա ճիշտ լուսավորություն դնել, ոնց պետքա տեքստեր գրել, խոսալ եւ այլն, սենց բաներ, ու ոչ ոք չէի անում, որովհետեւ ամեն անգամ երբ որ փորձում էի մի բան անել, այնքան վատ էր ստացվում, ինքս ինձ հիասթափվում էի։ Մեկ ինչ-որ ձայնի որակը լավը չէր, մեկ կատուներն էին գալիս ընկնում արանք, մեկ լավ չէի խոսում, մեկ, չգիտեմ, հարևանները ասում էին, որ ինչ-որ մի բան այն չի, հետո հասկացա, որ ինձ հետաքրքիր չի որակը, ու ես ուզում եմ ընդամենը ուղղակի մաքսիմալ շատ վիդեոներ նկարել ու փորձել ամեն հաջորդ վիդեոն նկարելուց մի քիչ ավելի լավ անել։ Ու եթե օրինակ 100 հատ վիդեո նկարեմ ու ամեն անգամ մի 5%-ով ավելի լավ ստացվի, պատկերացնեք 100 անգամ հետո ինչքան ավելի լավ վիդեոներ կնկարեմ։ Այնպես որ բոլոր ձեր միջի պերֆեկցիոնիստները թող սպանեն իրենց պերֆեկցիոնիզմը, քանի որտեղ ոչ մի լավ բանի չի տանում, եւ սկսեն վերջապես գործել ու այն ինչ որ մտածում եք, որ պետքա անեք ու այսքան տարի անընդհատ հետ եք գցում, իմացեք, որ կան մարդիկ, ովքեր անում են այդ ու անում են վատ, բայց մի քանի ամիս հետո կանեն շատ ավելի լավ ու դուք կմնաք հետ։ Փորձում եմ մոտիվացնեմ, էլի։ Լավ, հերիքա, շնորհակալություն, ցտեսություն։